Քաղաքական ապդեյթների ցանկում քաղծառայության նոր մոդելն է, որն սկսվեց վերբեռնվել շաբաթվա սկզբին։ Գործող մոդելը 15 տարվա հնության է և նոր մոտեցումների կարիք կա։ Այս նպատակի համար նախագահականում էր ոլորտի իստաբլիշմենթը։ Լուծման փաթեթային տարբերակը օրենսդրական է։ Նախ կփոխվի քաղծառայության խորհրդի կարգավիճակը, ապա հակակոռուպցիոն նոր միասնական մարմին կստեղծվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա, ավելի մեծ լիազորություններով։ Կատեգորիկ խնդիր ունեմ շատ հստակ տարանջատել գործադրի և անկախ մարմինների գործառույթները։ Որևէ կերպ անկախ մարմինները չպետք է կախված լինեն կառավարության որոշումներից։ Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ ևս մեկ ռեսթարտի մասին։ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է պարզեցնել պայմանական վաղաժամկետ ազատման բարդ համակարգը, եռաստիճանից անցում կատարելով երկաստիճանի։ Դատապարտյալի և դատարանի միջև կմնա ընդամենը մեկ օղակ՝ անկախ հանձնաժողովը։ Այս խնդիրը ամրագրված էր նախագահի 2012 թվականի իրավական և դատական բարեփոխումների ծրագրում, այսինքն փոփոխություններով, եթե հանձնաժողովը մերժի վաղաժամկետ ազատումը, դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը և գործն ամեն դեպքում կմտնի դատարան։ Արդարադատության նախարարությունը վաղաժամկետ ազատման հստակ չափորոշիչներ է սահմանում։ Դատապարտյալի իրավունքների պաշտպանության մեխանիզմներ ենք ամրագրելու, հնարավորություն ունենալու ամբողջ գործընթացին մասնակցել, կարծիք արտահայտել, փաստաբան ներգրավել, նյութեր ստանալ։ Մեկ էլ թարմացման մասին խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նախագիծը։ Խորհրդարանական դարձող Հայաստանի համար սա կարևորությամբ երրորդ օրինագիծն է։ Հենց այդ պատճառով մինչև երկրորդ և երրորդ ընթերցում օրենսդրական խութերը վերացնելու համար հեղինակներն այն ուղարկել են միջազգային փորձաքննության։ Խորհրդարանական լսումներին միջազգային փորձագետը ներկայացրեց ԵԱԿ-ԺՄԻԳ եզրակացությունը և անդրադարձավ ամենաքննարկվող դրույթին՝ պատգամավորների և խմբակցության հարաբերությունների կանոնակարգմանը։ Խմբակցության ներսում խմորումները խորհրդարանի գործունեության կանոնակարգման հարցում մտահոգիչ հանգամանք չեն, դա խմբակցության ներքին խնդիրն է։ Բոլոր սահմանադրություններում էլ ասվում է, որ մարդն ազատ ընտրության իրավունք ունի։ Պատգամավորը կարող է խմբակցությունից խմբակցություն գնալ, բայց նրան ոչ թե իրավական պատասխանատվության պետք է ենթարկել, այլ քաղաքացիական։ Ընտրողը դա տեսնում է և հաջորդ ընտրություններին նրան քվե չի տալիս։ Շաբաթվա քաղաքական սկանդալը։ Հրապարակ թերթի լրագրող Վահե Մակարյանը խորհրդարանում հայտարարեց, որ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը վրդովվելով իր հարցից իրեն մութ անկյուն է հրավիրել ու հարվածել դեմքին։ Հետագա հարցազրույցում ու խորհրդարանի դահլիճում Ռուբեն Հակոբյանը չհերքեց, բայց նաև չհաստատեց, որ հարվածել է, սակայն պնդեց, որ լրագրողը անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր նկատմամբ։ Լրագրողի գործը հարցեր տալն է և ամեն խմբագրություն ինքն է որոշում իր հարցերի սահմանները։ Դրան գումարած քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի ցանկացած հարցի ու ցանկացած պահվածքի։ Ռուբեն Հակոբյանը ի վերջո որոշեց ներողություն խնդրել, բայց ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից։ Ներողություն, հարգելի խորհրդարան, որ այդ միջադեպի պատճառով ոչ դրական որոշ գնահատականներ ընչել խորհրդարանի անվան հետ կապված։ Իհարկե ցանկալի կլիներ, որ Ռուբեն Հակոբյանը ներողություն խնդրեր գոնե լրագրողական համայնքից։ Առավել ևս, որ այդ համայնքը որևէ տեղ չի գնալու, չի խուսափելու և պարոն Հակոբյանի քաղաքական կարիերայի ցանկացած փուլում նրան ուղեկցելու է։ Հետևաբար հարվածելով մեկին թշնամանում ես բոլորի հետ, իսկ արդյոք դա պետք է։ Եվ վերջին լուրը։ Այս շաբաթ հայտնի դարձավ առաջիկա խորհրդարանական ընտրություններին 3 կուսակցությունների ցուցակի առաջին համարները։ Նախ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո հայտնի դարձավ, որ քաղաքականությունը վերադառնում Գագիկ Ծառուկյանը։ Խորհրդարանական ճեպազրույցներում Միքայել Մելքումյանը հաստատեց, որ հենց Ծառուկյանը կգլխավորի ընտրություններին մասնակցության իրենց սխեման, սակայն ոչինչ չասաց նախընտրական ցուցակը գլխավորելու մասին։ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը հստակեցրեց, Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը։ Որևէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը։ Եվ այսպես, քաղաքական ուժերը սկսել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապայքարը և ընտրարշավից առաջ բացում են իրենց հիմնական խաղաքարտերը։ Արդեն իսկ հայտնի է հաջորդ շաբաթ մի քանի կուսակցություններ ևս կթարմացնեն իրենց մոտեցումներն ու կձևակերպեն իրենց հայտը քաղաքական մրցապայքարից առաջ։